Այսօր մենք հավաքվել ենք որտեղ եկեղեցին։ Եկեղեցին չի սահմանափակվում պատերով, առաստաղով։ Մենք կարող ենք այսօր այս շենքում չլինել, մեկ ուրիշ տեղ լինել։ Եկեղեցին անդամներն են, հոգիներն են, աղոթներն են, փառաբանությունը, ներկայությունը, հավատքն է։ Մեկս մյուսին վկայությունը, մեկս մյուսի նկատմամբ հոգատարությունը, սերն է։ Եկեղեցին մարմինն է, կենդանի, որի գլուխը Աստված է։ Եվ այսօր բնականաբար ես ու դու ինչպես մեկ տարվա, մեկ ամսվա, թե 50 տարվա քրիստոնյա ես, հստակորեն գիտենք, որ այսօր աշխարհում շատ է արծարծվում, քննարկվում, վերլուծվում, ինչպես հայկական բառով տալիս եւ առնվում, եկեղեցի ինչ արժեք ունի, ինչ նշանակություն ունի, ինչ դեր ունի ինձ համար։ Եվ բնականաբար այսպեսի հարցադրում է, what's the big deal about the church? Ինչ մեծ դեր նշանակություն կարող է ունենալ եկեղեցին իմ կյանքիս մեջ։ What is so important about the church? Ինչ դերակատարում կարող է ունենալ եկեղեցի։ Խոսքս էս եկեղեցու մեջ չի։ Խոսքս աստվածապաշտության մասին է։ Այսօր մեզ ինչն է մղել, ինչն է մեզի քաջալերը, ինչն է մեզ բերել մեկտեղ, աստվածապաշտությունը։ Աստվածապաշտության համար ենք եկել։ Եթե որևէ մեկ եկել է այս ու այն քրոջ ու եղբորը տեսնել, սիրելիներս տարիների պատմության մեջ եղան մարդիկ, եկան, միանշանակ, հետո երբ որ գնացին, պարզապես հստակ էր բոլորին, ես չեմ քարեր շպրտում նրանց հետևից, որովհետև նա չեն եկել են որպես ինչ-որ տեսնեն բիզնես, ինչ-որ մեկի հետ, real estate էին, ես իմ ինշուրենս էին վաճառում, հասկանում եք, նրանց թողնենք մի կողմ, իմ ու քո նպատակը ինչն է, որ այսօր եկել եմ, աստվածապաշտությունն է, why go to church, what does it do for us, և վերջո, այսօր մարդկությունը միշտ նման հարցում է հարցնում, Եթե նման մի բան եմ անում, եթե սրան ձայն եմ տալիս, council member Glendale-ի կամ մի քիչ առաջ անցյալ շաբաթ ընտրություններ եղավ եւ քաղաքապետարանի եւ ամբողջ նահանգապետի մի քիչ հետո մի թեթև կանցնենք դրանով վերջո մարդը հարց է տալիս, չէ, նպատակ ունի։ Երբ որ դու գալիս ես եկեղեցի, ի՞նչն է քո նպատակը։ Երբ որ նման մի քայլ ես առնում եւ բնականաբար այսօր որովհետեւ մեր խոսքի նյութի եկեղեցին է, հարց առաջանում։ Երբ որ ես գալիս եմ եկեղեցի, ինչ օգուտ ունեմ եկեղեցուց։ Ինչ է ինձ տալու։ Նյութականն է, հոգեկանն է, ֆիզիկական, ինչն է։ Եվ այսօր մենք պետք է փորձենք հասկանալ, ըմբռնել եկեղեցու գաղափարը, միտքը, նշանակությունը, հավատքը, իմաստը։ Բնականաբար նորեն բացականների վրա ես քարեր չեմ շպրտում, չգնաք ասեք, ամեն անգամ երբ որ դու բացակամ ես, Սարոն ձեր մասին բամբասում է։ Սարոն չի բամբասում, Սարոն զուտ քաջալերում է։ Բնականաբար, երբ որ մարդիկ շատ հաճախ են բացակամ եկեղեցում, դա ինչ է նշանակում։ Ես չեմ ուզում ասել, դա խոսքը իմ եւ բոլորիս մասին է։ Երբ որ շատ ես բացակայում, սա միանշանակ ինչ ասում։ The church is not your highest priority։ Ուրիշ բան կա, ուրիշ բացատրություն կա, ես կարծում եմ ուրիշ բացատրություն չկա։ Եվ փորձեմ հայերենով։ Երբ որ դու շատ հաճախ տեղին անտեղին բացակամ ես եկեղեցում, ուրեմն եկեղեցին քեզ համար առաջնային դեր ու նշանակություն չունի։ Անցյալներում իմ հովական պատմության մեջ եղավ դեպքեր, որը մեկ-երկու քույր ու եղբոր մտեցա, ասեցի շատ օրհնաբեր կլինի քեզ համար, ինձ համար, որ մենք կարողանանք ավելի պակաս բացակայենք եկեղեցուց։ Գիտես պատասխանը ինչ է։ Սար եղբայր ընդամենը մի անգամ բացակամ եմ էտել երեսով սես տալիս։ Հիմա հասկանում եք, ես որպես հովիվ չեմ նշանակված դատապարտելու համար, քավլիցի։ Ես որպես հովիվ նշանակված եմ քաջալերելու համար։ Բայց երբ որ նմանատիպ պատասխաններ ստացա, դա էլ թողեցի։ Բարեկամս, անչափ սխալ պետք է մտածես, եթե դու գալիս ես եկեղեցի ինձ համար, ինձ ուրախացնելու ու իմ պատիվը բարձրացնելու։ Եթե քո գալու նպատակը Քրիստոս Հիսուսը չէ, իզուր ես գալիս։ Մի քիչ առաջ մեր եղբայրը ինչ հստակ բան հիշեցեց, 2 կամ 3 Փարտիրը չէ, այսօր 2-ից 3-ից ավել ենք, բայց մի թող թշնամին խափի քեզ, ես տարիներ քեզ համար եկեղեցի եմ եկել, շատ է սխալվել, ցավում եմ քեզ համար, եթե առաջի օրվանից քեզ համար հստակ ու պարզ չէր, որ դու գալիս ես միանշանակ Քրիստոսի համար, և այն ինչ որ նա կարող է քեզ տալ,
ոչ մի մարդ թող չփորձի նույնիսկ խոստում տա քեզ, որ կարող է դրա 1 միլիոներորդ անգամ տոկոսայնությունը կարող է քեզ ինչ անել, փոխհատուցի քո եկեղեցու գալու համար։ Այսօր մեր շրջապատում մարդիկ կան, մեր հարազատները, մեր երեխաները, մեր ծնողները, գիտեք ինչ են անում, երբ որ քաջալերում ես, ասում ես, դե գիտես, բարեկամը տա, հարևան տա, ընկեր տա, փորձում են տարբեր պատճառաբանություններ բերել, ասում են եկեղեցի is boring, երբ որ գալիս եմ եկեղեցի, այդպես ձանձրանում եմ, դե սիրելիներս թող տվեք ես մի բան ասեմ, մենք շատ հաճախ ասել ենք, եթե կիրակի առավոտյան արթնանում ես մի կերպ հասցնում ես լվացվել կամ լոգակ ընդունել կամ խոզանակել ատամները ու հագնել ու վաստալ եկեղեցին, իհարկե այդ եկեղեցին ով էլ ուզում է քարոզելու լինի is gonna be boring, գիտես ինչի, որտեվ եկեղեցու համար պատրաստված պիտի գաս, գիտես ինչ է պատրաստվել, ոչ թե գեղեցիկ հագնվել, շնորհակալ եմ եղբոր մեջբերումի համար, պետք է աղոթքով գաս, քո սպասումը մարդուց է, թե այդ մարդու մեջ խոսող Սուրբ Հոգուց է, ինչպես կարող է այս մարդուց Սուրբ Հոգին խոսա, եթե 40, 50, 100 մարդ ենք հավաքվել եւ մեզանից ոչ մեկս սպասումով չենք եկել, ուրեմն դու եկել ես մարդուց ստանաս եւ մարդուց ստացածը իհարկե boring կլինի, ցանցրեցուցիչ կլինի, it sounds irrelevant, ասում են այսօր մարդիկ եկեղեցի չեն գնում, գիտես ինչ են պատճառաբան, ասում են 2000 տարվա առաջվա պատմություն է պատմվում, որ այսօր չի խոսում իմ կյանքի, իմ իրադարձությունը, իմ իրավիճակների, իմ նեղ կարգավիճակի, իմ հիվանդությունների, իմ հարազատի դժվարությունների։ Մենք փորձել ենք ամեն կերպ, գոնե ես եկեղեցու համար կարամ պատասխանատու լինել, որ ամեն անգամ երբ պատրաստվում եմ ես կամ որևէ մեկը մենք փորձում ենք մեծամասնություն այսօր հովիվները հասկանում են դրա խորը լուրջ նշանակություն ու դերակատարությունը, որ եթե այսօրվա խոսքը, Աստծո խոսքը չի արծարծում այսօրվա իմ կյանքի ու քո կյանքի իրավիճակներ ապրելակերպը, որտեղ սա հավիտենականության խոսք է, սա 2000 տարվա առաջվա գրված խոսք չի, սա ճշգրիտ այսօրվա իմ ու քո համար գրված խոսքն է, գիտեք ինչի, որտեղ կենդանի հոգով գրվեց։ Կարևոր չի դու Շեքսպիրը կարդում, Շեքսպիրը ծնվեց, գրեց 17-18-րդ դար շրջանում եւ դա իր ժամանակաշրջանն էր, ինչքան էլ ուզում է տաղանդավոր լինի, it is irrelevant, իրապես այդ ժամանակաշրջանի համար էր, այո, գեղեցիկ մտքեր, հասկացողություններ, բայց սա միակ գիրքն է, որ խոսում է եւ այսօր մենք փորձում ենք, որ մեր քարոզչությունը լինի ինչ, համապատասխան այսօրվա մեր կյանքի հետ։ Եվ ոմանք բողոքում են եկեղեցի չեն արժանանում, ասում են եկեղեցի են գնում, they are keep asking for the money. Նրանք հաճախ դրամը նվիրատվություն են շեշտադրում։ Սիրելիներս, ես կարող եմ իմ եկեղեցու մեջ ասեմ, որ տարին եթե 1 կամ 2 անգամ նմանատիպ խոսք կա լինում այդ մասին։ Այն օրը, որ մենք սկսեցինք այս եկեղեցին, ես եւ Ռուբինան առաջի հարցադրումը, որ ասինք Տեր, մեզի կյանք, աշխատանք նյութականով ապահովիր, որ մենք որևէ մեկի ձեռքին չնայենք, նրա 10-րդին ու նվիրատվությանը։ Եվ միջև այսօր, ինչպես Աստված հավատարիմ մնաց մեր խոստումին եւ պահեց եւ օրհնեց իմ եւ իմ տունս, մենք այս եկեղեցում դրամի մասին չենք խոսում։ Այնպես որ այսօր եթե բացականներ կան ու լեցուն են նման բացականներ, թող չպարաճառաբանեն գոնե այս եկեղեցում, որ այս եկեղեցին ես չեմ գալիս, որովհետեւ այս եկեղեցում դրամի մասին շատ է խոս լինում։ Այս եկեղեցում դրամի մասին խոս չի եղել ու չի լինելու, որովհետեւ մենք հասկացել ենք մի խոր ու հստակ ճշմարտություն, որը փրկությունը մարդու շատ ավելի թանկ է, քան որևէ գումար կամ գաղափարախոսություն։ I'm too busy already. Ոմանք պատճառաբանում են, զբաղ եմ, ասում ես քույր եղբայր, 2-3 շաբաթ է քեզ չեմ տեսել եկել, զբաղ եմ։ Գիտեք ինչ անում, ուղիղ նայում քո աչքերին ու քեզի անպատվում են, դու պարապ սարապ ման ես գալիս քո կյանքում, դու զբաղ չես, դու կյանք չունես, դու ոչ մի վիճակ չունես, դու չես աշխատում, դու ընտանիք չունես, երեխաներ չունես, թոռներ չունես, ես զբաղ եմ։ Ես զբաղ չեմ, մենք զբաղ չենք, մեր զբաղվածությունը այնքան շատ է, որ մենք չենք կարողանում մեր ամբողջ շաբաթվանից 2 ժամ առանձնացնել ու Տիրոջը հատկացնել։ I feel awkward, երբ որ եկեղեցի եմ գալիս, հատկապես նոր եկածները, մի տեսակ տարօրինակ են զգում, սա արդեն պետք է ես բացատրություն տամ իմ
իմ քույր ու հոգևոր քույր եղբայր։ Սիրելիներ, եթե ինչ որ մեկը առաջի անգամ է գալիս եկեղեցի, վերջում մի հարցակվեք իր վրա։ Խնդրում եմ ես ձեզ։ Թողեք, կարող է մի անգամ է եկե ուզում էլ չգա։ Մի իրանից հեռախոսի համար ուզեք։ Մի իրան ստան հասցեն հարցեք։ Մի հարցրեք տարեկան ինչքան եկամուտ ունի։ Մի արեք այդ բանը։ Մի արեք այդ բանը, խնդրում եմ ես։ Թողեք մի քիչ հանգիստ զգան։ Թողեք կոնե 1 ամիս, 2 ամիս հաճախեն, որ իրենք զգան, սա իրենց տունն է, երբ որ իրենց տունն է, հետո մտերմություն ցուցաբերի։ Չէ, Սարո եղբայր, դու ասում ես ինքն էլ կգնա տուն ու կասի, ոչ մեկ ինձով չի հետաքրքրված։ Վստահեցնում եմ քեզ, 99%-ը քեզանից գոհ շնորհակալ կլինի, եթե դու իրանի չես արել, սենց չես բսե։ Քանի տարեկան ես։ Այդ ականջողներդ ոսկյա թե արծաթա։ Մի արեք այդ բանը։ Մի արեք, չի արժում։ Մի անհարմար իրավիճակի մեջ դրեք այդ նորեկացին, թողեք զգա իրեն, ինչպես ուզում է զգա։ Եկել է մի անգամ այցելության, ու էլ չի ուզում կա։ Ինչ ես իրեն ցավեցնում։ Թող ազատ զգա։ Հետո մի տարի հետո գիշի մի եկեղեցի գնացի, որ ոչ մի բան, ոչ մեկ գործ չունեցավ իմ հետ, ավելի ազատ եմ։ Այսօր տխուր եմ, այսօր իմ կյանքից մեջ ինչ որ դժվարություն։ Գնամ, մատ իրենց երգերը լսեմ, հիշում եմ, ինչ-որ մի տարի առաջ երգում էին, այդպես հաճելի երգեր, երգեցողություն, գնամ երգերը լսեմ, խոսքը կարևոր չի, երգերը լսեմ, թողեք միշտ այս եկեղեցու դռները նմանատիպ մարդկանց համար բաց լինի, ոչ թե մտածեն, գնացի նորեն հարցակվելու են վերես, նորեն հարցադրումներ են տալու, նորեն հեռախոսի համար ու հասցեն հարցնելու, մի արեք, don't give them to feel awkward, մի թողեք, որ մարդիկ իրենց անհարմար իրավիճակում զգան։ Եվ սա ասում եմ իմ սեփական կյանքից, երբ որ առաջի քայլներ է վերցում, պատանի էի։ Ու շատ անհարմար էի զգում, որ ինձի սկսում են հարցադրումներ հարցնելու։ Հարցնողը Սուրբ Հոգին է։ Թողեք Սուրբ Հոգին իր գործ անի։ Մի առաջանցեք Սուրբ Հոգուց։ The word feels heavy with the uncertainty. Սիրելիներս, այսօր ուզում եմ ձեզի վստահեցնեմ։ 9 բիլիոն բնակչությունը, դա 1%-ը, 5%-ն է եկեղեցի հաճախում, հավատացյալը, Աստծոն Քրիստոսին ճշմարտության ճանապարհի մեջ է։ Յուրաքանչյուր մարդ արարած հասկանում է։ Գոնե իր կյանքում լոկ մեկ անգամ հարցում է հարցրել։ Հետո ինչ։ Ինչ է լինելու իմ կյանքս։ Շարունակությունը։ Եվ բնականաբար նման հարցադրումներ ամեն մեկի մոտ մեկ կամ անգամներ լինում է։ Այդպիսի ծաղրական նմանատիպ անմիտ խոսակցություններ լինում է։ Մենք էլ ենք նման խոսակցությունների մեջ եղել, երբ որ Աստծո հոգի մեզ համար բացված չէր։ Վերջը լավ կլինի։ Ասում եմ որտե՞ց գիտես, ասում եմ մեկը վերջից եկել էր։ Հասկանում եք։ Այդ վերջը հավիտենականության մասին է, հավիտենականություն Տիրոջ ներկայության մեջ, թե հավիտենականություն սատանայի ներկայության մեջ, դժոխքի ու կորուստի։ Եվ ոմանք ասում են, լավ ասենք, որ լավ լինի, լավը իր մեջ զորություն չունի, զորությունը Քրիստոսի մեջ է։ Դու նրա մեջ կարող ես լավ լինել, բառերի մեջ չէ, Քրիստոսի մեջ։ Եվ այն բառերը, որ Քրիստոսին է ինչ անում, մեծարում, գովերգում։ Նմանատիպ խոսակցությունները, գիտեք, մարդկային անմիտ խոսակցությունը, որ թշնամին ինչ արես, սերմանել է մարդկանց մեջ։ Եվ մարդիկ ամեն ինչից կարճում են բացի իրականից, ճշմարիտից, Քրիստոսից։ Այսօր հաճախ հարցում է հարցնում, երբ է գալու վերջի օրերը։ Are we living in the last days? Արդյոք այսօր 21-րդ դարաշրջանը կյանքի վերջի օրերն է, այս աշխարհի վերջի կյանքի չէ, աշխարհի վերջի օրերն է, the last days. The Bible answer with clarity. Yes. Սուրբ Գիրքը ճշգրտորեն պատասխանում է այո։ Բայց Սուրբ Գիրքի պատասխանը 21-րդ դարաշրջանի կամ 20-րդ դարաշրջանի կամ 10-րդ դարաշրջանի կամ այս ու այն իրավիճակի հետ կապված չէ։ Մեկ ճշգրիտ իրավիճակ է դեռ։ That means that we are living in the last days. Գիտեք վերջին օրերը երբ սկսեց, երբ որ Քրիստոսը համբարձվեց երկինք ու եկեղեցու հիմքը դրեց։ Մի քիչ հետո
եթե արթուն մնաք եւ ուշադիր հետևեք այսօրվա խոսքին, ես Սուրբ գրքի համարներով ձեզ կհամոզեմ, որ վերջին օրերը սկսեց որ օրվանից, այն օրը, որ Քրիստոս Հիսուսը համբարձվեց երկինք եւ եկեղեցու հիմքը դրվեց։ Եվ երբ է ավարտվելու, երբ որ նա կգա թագավորած։ Հիմա հարց է առաջանում, եղբայրս Քրիստոսի համբարձումից մինչև հիմա 2000-ից ավելի տարիներ անցել։ Ինչ ես ասում։ Ինչպես կարող է 2000 տարիները ամեն օր մենք մտածենք վերջին օրերն է։ Այո, գիտեք ինչի, որտեվ երբ որ դու խոսում ես երկնքի մասին, խոսում ես հավիտենականության մասին։ Հավիտենականության մոտ 2000 տարին չէ, 200,000 տարին մեկ վարկյանի նման է։ Գիտեք խոսք ինչի մասին է, մի ամբողջ հավիտենականության մասին է խոսքը։ Այնպես որ վերջին օրերը ամեն օր է։ Բայց հարցի էական նշանակությունը այն չէ թե այսօր Սարո եղբայրը ինձ համար բացատրեց թե վերջի օրը սկսվեց Քրիստոսի համբարձումից։ Հարցը սրանում է, ես ու դու պատրաստ ենք իրեն դիմավորելու։ Կարող է այսօր իմ վերջի օրն է։ Եղան մարդիկ, որ երեք իրենց մահկանացուն կնքեցին։ Իրենց վերջի օրը երեք էր, չէ՞։ Էլ իր համար նշանակություն արժեք ուներ վերջին օրերի գաղափարը։ Հիմա հասկանում եք, it is այդ հարաբերական է։ Արդյոք դու այսօր պատրաստ ես նրան, եթե կանչի քեզ, ասես այո եւ ամեն։ Քոնն եմ այն օրվանից որ դու ներս մտար եւ իմ սրտի տերը ու թագավորը դարձար։ Միջև հաջորդ հատվածին հասնելը մի քիչ զավեշտական պահ է, բայց պետք է բացատրություն տալ, որպեսզի որով ոմանք որ մի քիչ անգլերենի եւ անգլերենի խնդիր է սա բացատրությունը Gladys կնոջ անունը, աղջկա անունը Ամերիկայում շատ ընդունված անուն է Gladys եւ ազգանուն կա Dan D-U-N-N շատ ընդունված ազգանուն է շատ տարօրինակ հետաքրքիր ազգանուն է Gladys Dan Ինչպես մի քիչ առաջ մեր Արթուր եղբայրը հաճախ հիշեցնում էր քաջալերում էր կողքինի տասա նմանատիպ մի եկեղեցում հովիվ հավարտեց իր քարոզը Իր քարոզը ավարտելուց հետո ասեց կողքիդ քրոջը ու եղբոր եթե ճանաչում ես մի կրկին անգամ ողջունիր ուրախ եմ որ այստեղ ենք բայց եթե անծանոթ անձ է նստած առաջի անգամ է մի քիչ առաջ մի ուրիշ ընդհանրապես ձեռքդ մեկնի եւ ներկայացիր ով ես Մեր քույր Գլադիսը նստած էր եւ այդ օրը մի նորեկ էր եկել կողքի նստած եւ ամբողջ քարոզի ընթացքում քնեց նա քնեց երբ որ հովիվս դադարեց ասում են հովիվի ձայնի շատ լավ են քնում չէ հենց հովիվս ձայնը դադարեց ինքը մի կերպ քնից արթնացավ եւ Գլադիս քույրը հետևելով հովիվի քաջալերանքին մոտեցավ ձեռքը երկարացեց ասեց I am Gladys Dan նա հասկացավ ես ուրախ եմ որ ամեն բան ավարտվեց I'm glad it is done Եվ այդ քնագլուխ մարդ ասեց I am also Ես էլ եմ ուրախ որ վերջացավ Հիմի տուն կարող ենք գնալ Եթե նման նպատակով ես եկել Այս օրինակ ինձ հիշեցեց 70-ական, 80-ական թվականներում բոլոր նրանք, որ այդ ժամանակահատվածում են, հետո լսվեց, էդի անեկդոտ առավ մեր հոգևոր 50-ական եկեղեցում։ Եղբայր ունենք, Արամ եղբայրն էր, նա երբ որ սկսում էր քարոզել, բացարձակապես ձայնը ոչ բարձրանում էր, որ իջնում էր, ելևէջներով չէր խոսում, նա սկսում էր մի տոնով ու այդպես նույն տոնի տակ խոսում էր։ Եվ իր քարոզի ընթացքում շատերն են քնում։ Ոչ թե որ քարոզի նյութը հետաքրքիր չէր, այլ իր ձայնային ելևէջները, որ նույն տոնի վրա էր, ոմանք էլ հոգնած են քնում էին։ Մի օր Արամ եղբայրս սկսավ անքնությունով տառապել։ Գնաց տարբեր բժիշկների մոտ, վերջապես վերջի բժիշկը հոգևոր էր, ծանոթ էր հոգևոր աշխարհին։ Ասեց եղբայրս բոլոր դեղորայքը, որ մյուս բժիշկները առաջարկել են, նույնը պետք է առաջարկեմ, բայց մի բան կարող եմ ասել։
Ասում են Երևանում այսպիսի մի եղբայր կա հովիվ, որ ով որ գնում է իր քարոզներին քնում է, փորձիր էդի, ասես բժիշկ ջան, էդի ես եմ։ Իրոք էդի անեկդոտ էր դարել, չարաճիճի եղբայրները էդի դարձեցին անեկդոտ և եղբայր շատ լուրջ հոգևոր էր, շատ խոհեմ, չնեղացավ, բայց էդի շատ ու շատերին ինչպես այսօր ուրախություն պատճառեց։ Մի քիչ առաջ ասի, որ վերջին ժամանակները Աստծո խոսքով կհամոզվեք, որ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի առաջի համարը 2 Timothy chapter 3 verse 1 հետևյալ ենք կարդում. Իմացիր սա, Պողոս առաքյալը Տիմոթեոսին, իր հարազատին, իր երեխու նման սիրողին ասեց. Իմացիր սա, վերջին օրերին։ Տիմոթեոսի հետ վերջին օրերի մասին էր խոսում։ 2000 թվի մասին չէր խոսում էր այդ օրվա մասին։ Ասում էր Տիմոթեոս, զգուշացիր դրանից, որովհետև Տիմոթեոսը բավականին երիտասարդ էր եւ նրան ինչ էր հանձնարարված եկեղեցու ու եկեղեցիների հոգատարությունը, հովչական ծառայությունները։ Եվ ասում էր վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր։ Եսասիրությունը 21-րդ դարաշրջանի ֆաշենը չի։ Եսասիրությունը Ադամի ու Եվայի ծնունդն է, իմ ու քո ծնունդն է։ Մենք ծնվում ենք որպես եսասեր։ Եվ ինչպես Դավիթ ասեց, ես մեղքով ծնվեցի։ Մեր մեծագույն մեղքը մեր եսասիրությունը։ Մեզ եսասիրությունը ինչ է անում։ Աստծոց հեռացնում է։ Աստծոց հեռացած մարդը միայն ու միայն կարող է մեղքի կյանքով ապրել։ Միայն Աստծո ներկայությունը, որ մեզ կարող է ծածկել մեղքից ու զատել ու առանձնացնել։ Դա միակ ուժն է, միակ ճշմարտություն է։ Դու առանց Աստծո չես կարող փախուստ տալ մեղքին։ Մեղքերի բազում տեսականիներ կա։ Խոսքս մարդասպանության մասին չի, խոսքս մեղքի մասին է, որ Աստվածաշնչի համար մեզ համար մեկնաբանված է։ Որտեղ մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, արծաթասիրությունը դարձյալ 21-րդ դարաշրջանի։ Մարդը երբ եսասեր է, ինքնստինքյան ինչ է փափագում։ Հարուստ լինել, որպես ինչ անել, որպես իր եսին հագուրտ տալ, բավարարել, ինչ որ եսը կամենում է իրականացնել, բնականաբար նա պետք է արծաթասեր լինի։ Սա մեկը մյուսին քայլող, մեկը մյուսին հետևող։ Մարդիկ կնեն եսասեր, արծաթասեր։ Երբ որ եսասեր ու արծաթասեր ես, ամբարտավանությունը ինքը իրեն շարունակվում է։ Այսինքն դու ոչ մեկին չես ընդունում։ Բոլորին վերից ես նայում, կարծում ես, որ անմիտ են, անխելք են, անփորձառու են։ Ամբարտավանությունը դա է, որ ամեն ինչից վերից ես նայում։ Հպարտ։ Դա էլ մեկ ուրիշ արտահայտություն։ Հայհոյող, սա ցավալի ու տխուր է։ Արդեն հպարտությունը մեզ ինչ ալիս։ Իրավունք է տալիս, որ մենք ուրիշներին ոչ թե վերից նայենք, այլ իրավունք վերապահենք ուրիշներին ինչ անել։ Կողքիդ հարազատը, ընկերոջդ, բարեկամիդ, քրոջդ, եղբոր, ուրիշներին եւս հայհոյել, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր։ Երանի թե այս ցանկը սրանով ավարտվեր։ Բայց Աստվածաշունչը եւ այդ նամակը, որը Պողոս առաքյալ Տիմոթեոսին գրեց, շարունակություն ունի։ 3-րդ եւ 4-րդ համարները, նույն գլխի, առաջի Տիմոթեոս 3-րդ գլխի 3-րդ եւ 4-րդ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան Աստվածասեր։ Վայ, այս վերջի բառերը արդեն ինչ ասում։ Մի տեսակ հիշեցնում է։ Ես կարծում եմ, որ Պողոս առաքյալը աշխարհի համար էր գրել այս համարները։ Տիմոթեոսին ասում էր, որ չշփվես աշխարհի ժողովուրդ, բայց վերջի ճշմարտությունը նրանք ավելի հաճոյասեր են, քան Աստվածասեր։ Մի տեսակ մտածում ես, կարող է ինչ-որ շփոթմունք կա։ Բայց 5-րդ համարում Պողոս առաքյալը իր վերջի կնիքն է դնում, որ այս ամբողջ համարները Տիմոթեոսին ուղղված էր եկեղեցու ժողովրդին եւ ոչ թե աշխարհին։ Եվ 5-րդ համարում հետեւյալ են կարդում. նրանք բոլոր այդ
այդ մեղքերով ու դժվարություններով անցնող, նրանք արտակուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունը ուրացել են։ Նրանցից ինչ արա, խուսափիր։ Հիսուս հիշեցրեց, դուք այս աշխարհում եք, բայց այս աշխարհից չեք։ Դու ունես լի իրավ ընտրություն աշխարհի մեջ, ունենաս ընկերներ, հարազատներ, գործընկերներ, բարեկամներ, հարևաններ, բայց ընտրիր ճիշտը, որովհետև սխալ ընկերակցությունը ինչ կանի, կվնասի մեր բարքը, մեր աստվածապաշտությունը։ Բայց այստեղ խոսում է հոգևորների մասին։ Այստեղ ասում են նմանատիպ հոգևորներ, որոնք արծաթասեր են, եսասեր են, հայհոյող են, ամբարտավան են, հպարտ են, եւ այդ բոլորը դրանցից ինչ արա, խուսափիր։ Նրանց հետ աստվածապաշտությամբ մի զբաղվիր, որովհետև նրանց վրա ճիշտ Աստծո հոգի չկա։ Մի քիչ առաջ վստահեցնում եմ այս քարոզս ոչ մի բառը ոչ մեկի հետ չի հաղորդակցվել, բայց շատ գեղեցիկ խոսք խոսեց Արթուր եղբայրը, ասում է, երբ որ քո սրտիդ գահի վրա քո եսն է նստած, բնականաբար տերերի տեր ու փառավորած Աստծո համար տեղ չկա փառավորվելու։ Երբ որ իմ ու քո հոգու մեջ ու այդ պատասխանը միայն ես կարող եմ ինձ համար տալ, դու քեզ համար։ Ես ինձի բացարձակապես իրավունք չեմ վերապահի, որ մատնացույց անեմ քեզ ու քո հոգուտ աշխարհ ինչ անեմ խառնել եւ քեզ ինչ անել, ինչ որ բացադրություններ տալ։ Բայց սա մի հստակ ճշմարտություն է։ Կամ որ մեր տերերի տեր ու փառավոր Աստվածն է մեր սրտի գահին նստած ու փառավորվում է մեր կյանքով, մեր խոսքով, մեր աստվածապաշտությունով, մեր ծառայություններով, մեր փառաբանություններով, կամ որ մեր այդ սրտի գահին նստած է մեր եսը, ես, հետո Հիսուսը, հետո աստվածապաշտությունը, հետո քուր եղբայրներ, հետո բարեգործությունները, ոչ, կամ որ Քրիստոսն է, կամ որ չէ, եւ եթե Քրիստոսը չէ, վստահեցնում եմ քեզ, 99% հավանականությունը քո եսն է, որ նստած է քո սրտիդ գահի վրա ու թագավորում է իմ կյանքս, իմ եսս թագավորում է իմ կյանքս։ Մաքս Լուքեյդո այսօրվա մեր հովիվ եղբայրներից է եւ ժամանակ առ ժամանակ նրանից բազում գրքերի հեղինակ է, նրանից մեջ բերումներ են անում։ Մաքս Լուքեյդոն հետեւյալն ասում. God never said that the journey would be easy. Մաքս եղբայրը հիշեցնում ասում է, Աստվածաշնչի մեջ դուք ոչ միտեղ չեք գտնի, որ Աստված ասեց հավատքի կգաս ու կյանքդ հեշտ կլինի։ Ասես նեղություններ կունենաք, դժվարություններ, հիվանդություններ, պակասություններ։ Բայց շարունակություն կա, ի տարբերություն այսօր այս աշխարհին։ Այս աշխարհն էլ ասում լավ ու վատ, հիվանդ ու առողջ։ Բայց ինձ ու քեզ հավատացողից համար այդ բոլոր հիվանդ, առողջ, լավ ու ավել, պակաս ու քիչ դրանով չի ավարտվում։ Հիդիցե Քրիստոսը ասեց, որ երբ որ հասնես քո նպատակակետին, երկնքի թագավորությանը, կհամոզվես, որ մի ամբողջ աշխարհ արժեր քո աստվածապաշտությունը։ Որտեղ այնտեղ կհամոզվես, որ այս բոլոր խոստումները Աստվածաշնչի մեջ այո եւ ամեն էր իրեն հավատացողների համար։ Այնտեղ մեր աչքերը, հոգևոր աչքերը կտեսնի այդ բոլոր սուրբերին, մարտիրոսներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Քրիստոսի ավետարանի համար։ Այնտեղ կներկայանաս այդ սուրբերի հետ Քրիստոս Հիսուս Աստծո Հոր Որդու եւ Սուրբ Հոգու ներկայությունը եւ կհասկանաս, թե ինչքան չնչին ու ճղճի մեր այս 70-80 100 տարվա կյանքի ելևեջները, նեղությունները, վեր ու վարը, բարձությունները, պակասությունները։ Եվ սա է մեր Մաքս Լուքեյդո եղբայրը քաջալերում։ Ջհուսահատվես։ Ու շադիր աշկերդ հառիր դեպի հավիտենականություն։
Այն խոստումը, որ տերերի Տեր ու փառավոր Աստվածն է տվել։ Այո, այսօր աշխարհում քաոս է, շփոթություններ կա եւ քաղաքական աշխարհում։ Մեկ շաբաթ առաջ կատարվեց այն ինչ որ չէիր կարող սպասել։ Եթե քեզ 1 տարի առաջ ասեինք, ասեիր դա անհնարին է։ 20 տարի առաջ իսլամի աշխարհը, ծայրահեղ իսլամի աշխարհը ինչ արեց։ Նյու Յորքը ոտքի տակ դրեց, ջախջախեց, կործանեց։ Մեկ շաբաթ առաջ այդ նույն Նյու Յորքի ժողովուրդը ինչ արեցին։ Ծայրահեղ մուսուլմանի ընտրեցին որպես քաղաքապետ։ Ուզում եմ մի հատ բացատրություն տամ։ Այսօր մենակ դու ու ես չենք զարմացած։ Այսօր Նյու Յորքի հնաբնակները շփոթված են ու զարմացած։ Երբ որ ասում եմ հնաբնակ, ի նկատի չունեմ 100 տարվա Նյու Յորքի բնակիչներ, ընդամենը 5 տարվա մասին է խոսքը։ Գիրեք, որ մեծամասնությունը, այս պարոնը 1 միլիոն ոտ է հավաքել, բացադրեմ։ Նյու Յորքը 8.5 միլիոն բնակչություն ունի։ Կեսը հանիր։ Եվ մյուս կեսը։ Վերլուծություններ հետևյալն են ասել, որ մեծամասնություն նրա ընտրողներ գիտես ովքեր են, վերջի 5 տարվա Նյու Յորքում վերաբնակվածները։ Նրանք, որ վերջի 5 տարին ձրի կերել են, ձրի ապրել են, ձրի ինչ առողջական ապահովագրություն են ստացել, իրենց երեխեքը ձրի, ամեն ինչ ձրի է եղել։ Եվ երբ որ այս պարոնը իսլամը, ով է, հինդուա, երբ որ խոստացել է, երբեք հարց չեն հարցնում։ Այդ խոստացածը նա որտեղից պետք է բերի։ Խոստացել է, որ նրանց ձրի ապարտմաններ կտա։ Այդ էլ որտեղ Նյու Յորքում, որ մեկ սենյականոցը 3-ից 4,000 դոլար ամսեկանը։ Նա պետք է տանտիրոջը ստիպի, որ 500 դոլարով վարձով տա։ Good luck։ Եվ ամենատխուրը հետևյալ փաստն էր։ Իր ընտրողների մեծամասնությունը գիտես ովքեր են եղել։ 30 տարեկանից ցածր կանայք լիբերալներ 80%-ը նրանք այս պարոնին են ցայն տվել 80%-ը գիտեք ես մոտարպես իմ կրթությունը մաթեմատիկական է ամբողջ կյանքս թվերի մեջ եմ եղել մոտարպես 8 միլիոն բնակչություն կեսը երեխաներ այդ բոլոր հաշվարկներ գիտեք այդ 80%-ը մոտարպես ինչ թիմ կազմեց 200,000-ից ավելի ոտ այս պարոնը ստացել է կանանց միջոցով Այդ օրը երկու ընտրություն եղավ, երկու կանայք ևս ընտրվեցին Նյու Ջերսիում, Գավերնոր եւ Վիրջինիայում։ Գիտեք այդ երկու կանանց ամբողջ խոսք ինչումներ, վերջին 1 տարվա մեջ հոսանքի գները ահավոր է բարձրացել։ Մենակ մեզ մոտ չէ, ամեն ուր։ Իսկ Նյու Յորքում եւ ամառը պետք է օգտագործես, որտեվ տոթ է եւ ձմեռը որտեվ ցուրտ է։ Ստեղ գոնե մի կերպ փախուս ունենք, ինչ որ մի ժամանակ հատված ունենք, որ կարող ենք չօգտագործել։ Այդ պարոնյուսամը գյասի վրա է մեզ է խեղդում։ Հասկանում եք։ Եվ այդ երկու կանայք ինչով խաբեցին ժողովրդին, որ մենք ձեր հոսանքի այդ վճարումները կիչեցնենք։ Ինչպես է իջեցնելու։ Գնալու ես gas company, գնալու ես այդ electrical department-ը ասեց, որ գներ իջացրեք, կասիկ դու կարող ես իմ աշխատողների աշխատավարձը տաս, որ ես իջեցնեմ դրանք։ Հասկանում եք, մարդիկ ձրի են ուզում։ Իրանց համար կարևոր չի թե ով կառավարի։ Աշխարհը քաոսի մեջ է, քաոսի։ Սա մենակ Ամերիկայի մասին չէ խոսքը։ Սա միայն Կալիֆոռնիայի, Նյու Յորքի մասին չէ խոսքը։ Նայեք, տեսեք, թե ինչ է կատարում Եվրոպայում։ Քաոս, բայց հարցը սրանում է։ Ինչն է քեզ այս կյանքում առաջնորդում։ Ինչն է քեզ համար էական ու կարևորը։ Դու թողնում ես որ քաոսը գա ու տիրի քո եւ քո ընտանիքիդ վրա, թե ամեն օր Հիսուս Քրիստոսի անունով մերժում ես ու դուրս ես հանում քո կյանքից։ Որովհետև Հիսուսը քեզի խաղաղության խոստումը տվեց։ Այդ խաղաղությունը, որ ասեց աշխարհը չի կարող տալ։ Քրիստոսը գիտեր այսօրվա օրը թե ինչ է կատարվելու եւ շատ ավելի վատ է։ Ես չեմ ուզում վախացնել։ Ես ուզում եմ մեկ բան ասեմ։ Յուրաքանչյուր իրավիճակում մի մոռացիր նրա խոստումները քեզ հավատացողի տարբար։ Այո եւ ամենը։ Եվ մեծագույն ինչն էր։ Ես իմ խաղաղությունն եմ տալիս քեզ։ Ծայրահեղ մանդվանին կընտրվի թե մյուսը, թե այն մյուսը։ Ինձ համար տերերի տեր ու թագավորածը Քրիստոսն է։ Եվ նրա տված խոստումները եւ այն խաղաղությունը, որ տվել է իմ հոգու աշխարհին, ես չեմ մտածում վաղվա մասին, թե ինչ է լինելու։ Վախը ինձ չի սարսափեցնում, այլ ինձի հուսադրումը երկնքի թագավորության խոստումը։
Հասկանում եք տարբերությունը։ Վախը թե հույսը։ Եվ այսօր մարդիկ վախեցած են։ Այսօր բոլոր վերլուծությունների մասին է խոսում, որ ընդամենը 6 ամիս հետո Նյու Յորքը ուղղակի ծնգի կգա։ Բոլոր մեծահարուստները արդեն ինչ են անում, արդեն Ֆլորիդայում տներ են գնում։ Չէ՞ մեծար։ Եվ երբ որ Նյու Յորքը դատարկվեց մեծահարուստներից, ինչ են անելու։ Այդ միջին եւ այդ ձրիակերները սկսել են իրար մորթել։ Կտեսնեք գողությունը, ավազակությունը եւ այդ ամեն ինչը, բայց այդ շփոթությունները թող ինձ ու քեզ չվախեցնի, եթե նույնիսկ քո կողքին է։ Տերը երկնքում, այդպես ենք չէ երկում, ու Տերը քո սրտում։ Հավատար։ Գործառաքելը սկսում է այն պահից, որ Վերնատանը 120 հավաքված, ինչպես Աստված խոստում էր տվել, որ Աստծո հոգին կիջնի, եւ Աստծո հոգին իջավ։ Իջավ այդ 120-ի վրա եւ նրանք առան այդ կրակե լեզուներ եւ փառաբանում էին Տերերի Տեր ու փառավորած Աստծո։ Երուսաղեմը ընդամենը զատիկը 50 օր էր անցել։ Երուսաղեմ են գալիս լեցուն դրսից, որպեսի տոնակատարություններ կատարեն Երուսաղեմի մեջ, հետո վերադառնում են իրենց երկիրը, իրենց քաղաքները։ Ու այդտեղ հավաքված օտարականները, անհավատները, կասկածամիտները սկսեցին ծաղրել ու ասեցին սրանք հարբեցած են։ Եվ այդտեղ ասում է Պետրոսը 11 աշակերտների հետ ոտքի ելավ ու ասեց. Ով դուք հրյաներ եւ Երուսաղեմի մեջ բնակվողներդ, դու տվեք ձեզ ասեմ, որ օրվա 3-րդ ժամն է։ Ժամը սկսում էր առավոտվա 6-ից եւ ասում է 3-րդ ժամը, այսինքն առավոտվա 9-ն էր։ Առավոտվա 9-ին մարդը չի կարող հարբենալ։ Տգետներ, որ դուք ասում եք, սրանք, որոնք փառաբանում են Տիրոջը օտար լեզուներով, սրանք հարբեցած են։ Եվ հետո մեջբերուն անում, ասում է, այն ինչ որ դուք տեսնում եք ու վկա եք ու ականատես եք, սրանք դեռ Քրիստոսի ծնունդից 500 տարի առաջ Հովել մարգարե կար, որ Աստծո հոգին իջավ իր վրա եւ այսօրվա օրվա համար նա վկայություն ու մարգարեություն արեց։ Եվ մարգարեությունը հետեւյալ էր։ Եվ վերջին օրերին ասում է, տեսնում եք, նորեն 2000 տարվա առաջվա մասին է խոսքը, չէ՞, ասում է վերջին օրերին։ Հովելը եւս մարգարում էր որպես վերջին օրեր։ Այո, Հիսուսով սկսվեց վերջին օրերը եւ ավարտվելու է, երբ որ կգա թագավոր թագար։ Վերջին օրերում ասում է Աստված. իմ հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա եւ ձեր որդիները ու դուսրերը պիտի մարգարեանան։ Ձեր երիտասարդները տեսիքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Աստծո հոգու զորության մասին էր խոսքը։ Դեռ Քրիստոսի ծնունդից 500 տարի առաջ Հովել մարգարեացավ։ Եվ բար առ բար ու տար առ տար իրականացավ Վերնատանը եւ Պետրոսը դրա մասին էր խոսում այդ ծաղրալողների մասին։ Այսօր մեր շրջապատում կան նաեւ նմանատիպ մարդիկ։ Երբ որ մեզ ծաղրում է մեր աստվածապաշտությունը, մեր ավետարանչությունը, բայց թող քեզ չվախեցնի, ինչպես 2000 տարի առաջ աշակերտներին չվախեցրեց։ Նրանք դուրս եկան եւ ողջ երկիր մոլորակը լցեցին Քրիստոս Հիսուսի անունով, ավետարանեցին նրա բարի լուրը, ով որ հավատա եւ մկրտվի, պետք է փրկվի։ Ղուկաս ավետարանում 17-րդ գլխի Luke chapter 17 verse 20, սա մի հարցադրում էր, որ ամեն ուր եղել է։ Փարիսեցիները հարցեցին, այսօր միշտ մարդիկ հարցնում են։ Եվ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծո արքայությունը երբ է գալու։ Հավատացնում եմ, որ միշտ ու ընդմիշտ ամեն մարդ արարածի, հավատացյալ թե անհավատ, բուդդիստ, հինդուիզմ, մուսուլման, ամեն մարդ արարածի հիշեցնում, հարցում է, հետո ինչ ա լինելու ինձ հետ։ Այս 60, 70, 80 մեռնելու եմ, հող եմ դառնալու եւ ճիճուները ինձ ուտելու են ու վերջանա, ու նման կմախքս, ու մի օր այդ կմախքս եւս փոշի դառնա հողի հետ միանալով։ Եվ փարիսեցիները, որոնք մեծագույն անհավատներն էին, հինգշաբթի եթե ներկա լինեն, Քևինը շատ գեղեցիկ մեկնաբանություն տվեց փարիսեցիների մասին, բայց չեմ ասի այս մասին իմի։ Փարիսեցիները հարց տվեցին, թե Աստծո արքայությունը երբ է գալու։
Նրանց պատասխանեց եւ ասեց. Աստծո արքայությունը տեսանելի նշանով չի գալու։ Չխաբվես, չմտածես։ Չէ, այդպես էր, չէ, Եհովայի վկաները 50-ական թվականի 57 թվին, հետո փողեցին 61 թիվ դարձեցին, հետո 63 թվին, ասին եթե սենց եղավ, սենց ելավ լուսին էսպեղ վերջ աշխարհի վերջը գալու։ Զանց առնելով այս հստակ համարը, նշանով չի գալու։ Երբ որ կգա թագավորած։ Եվ նա բացադրում է։ Իհարկե ժամանակի սղության պատճառով ես պետք է արագ ընթերցեմ 26-րդ համարը։ Եվ նա երկնքի թագավորությունը նմանեցրեց։ Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ մարդու որդու օրերին կլինի։ Այսպես ինչպես կլինի։ Երբ որ Նոյը 120 տարի շարունակ կառուցում էր տապանը, բոլորը ուտում, խմում, հարսանիք էին անում, ու ամեն անգամ երբ որ անցնում էին այդ շինարարության դաշտով, ինչ են անում։ Հրհրում էին, ծիծաղում էին, ծաղրում էին։ Ու ասում եկավ այդ պահը։ Ու երբ որ ուխտի տապանակի դուռը փակվեց, ջրհեղեղը եկավ։ Աղաղակում էին, դուռը ծեծում էին, աղաչում էին, արցունքով, աչքերով կանչում էին։ Բայց դուռը Նոյ չէր փակել, Տերն էր փակել։ Եվ Հիսուսը հիշեցեց այդտեղ ներկա եղողներին, այդ նույն ձևով կլինի, երբ Տերերի Տեր ու փառավորած Քրիստոսը կգա։ Շատերը կկաղակեն, շատերը կփնտրեն։ Եվ այդ նույն գլխի մեջ մի տխուր իրականություն ասում։ Ասում է երկուսը անկողնու մեջ կլինեն։ Բնականաբար հասկանում եք ամուսինների մասին է խոսքը։ Մեկը կառնվի ու մեկը կմնա։ Այսօր այն սուտ հուսախաբությունը կա մարդկանց մեջ, դե ամուսինս եկեղեցի է գնում, բավարար է մեր տան համար։ Ամուսին ասում է, կինս է եկեղեցի գնում, ինձ համար է բավարար։ Ծնողը ասում է, երեխեքս երիտասարդ են, բայց եկեղեցի են գնում, տան համար է բավարար։ Երեխեքը մտածում են, ծնողներս են եկեղեցի գնում, ինձ համար է բավարար։ Եվ Հիսուսը այդ մեկ օրինակով հստակացրեց, ամեն մեկիս փրկությունը մեր անձնական որոշումն է։ Ասում է, երկուսը անկողնու մեջ քնած կլինեն, մեկը կառնվի ու մյուսը կմնա։ Սրանից ավելի հստակ բացատրություն կարծում եմ, որ Աստված աշխարհի մեջ չես գտնի։ Փրկությունը անձնական որոշում է։ Ես իմ փրկությունը չեմ կարող փոխանցել, ժառանգություն թողնել կնոջս ու երեխեքիս, երբ որ ես հրաժեշտ եմ այս կյանքին։ Նույնը ինքը, նույնը ոչ մեկս ոչ մեկին։ Եվ թող խոնարհվենք Տերերի Տեր փառավոր Քրիստոս Աստծո առջև։ Կանչելով նրա սուրբ ու փառավոր ու պատվական անունը, որ գա ու անձամբ այսօր եսասիրությունը ոչ, աստվածապաշտությունը, որ գա ու իմ սրտի Տերը ու Թագավորը դառնա։ Թող իմ կողակիկս իր հերթին իր համար աղոթի եւ իմ երեխեքս իրենց հերթին իրենց համար աղոթեն։ Մենք մեկս մյուսի համար աղոթում ենք, բայց մեր փրկության որոշումը մեր որոշումն է, մեր կողակցի որոշումը չէ, մեր ծնողի որոշումը չէ, մեր երեխայի որոշումը չէ, մեր որոշումն է, ճաշակել ես նրան, ամուր կառչիր նրանից, որտեղ կյանքը ու հավիտենականությունը նրա մեջ է։ Հիսուսի անունով, ամեն։